Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ո՞վ է պարտվել ճակատամարտում։ Լսել ես արդյոք նման արտահայտություն՝ ճակատամարտը տանուլ տալ նախքան այն սկսելը։ Այս արտահայտությունը կարող է քեզ զարմացնել, սակայն եթե դու քո ամբողջ սրտով վստահում ես Տեր Աստծուն և որոշում ես կայացրել այսուհետև ապրելու Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, ապա քեզ համար լավ նորություն կա՝ Աստված տիրում է քո կյանքի ցանկացած իրավիճակում, և Նրա իշխանությունից ոչ մի իրավիճակ չի կարող դուրս գալ։ Սիրելի՛ բարեկամ, հենց այդ պատճառով էլ կարող եմ վստահ հայտարարել, որ քո ճակատամարտը պարտված է նախքան այն սկսելը ոչ թե քո, այլ քո թշնամու համար։ Կողոսացիս 2:15 խոսքում գրված է. «Իշխանություններին և պետություններին մերկացնելով հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց Նրանով»։ Առաջ ընթացի՛ր քո ողջ ուժով ու զորությամբ՝ քո շրջապատի մարդկանց վկայելով, որ Տեր Աստծու Խոսքը ճշմարիտ է, իսկ Նրա խոստումները՝ իրական։ Մեր հաղթանակները լավագույն ավետարանչությունն են։ Մարդկանց գրավում են հաղթող մարդիկ, իսկ Աստված արդեն իսկ ապահովել է մեր հաղթանակը հոգևոր ցանկացած ճակատամարտում։ Տեր Աստծու խոստումները լավագույն հիմքն են այդ հաղթանակների համար։ Ընդամենը պետք է բավարարել այդ խոստումներին տիրանալու պայմաններին։ Իսկ դրա համար պետք է ոչ միայն ընթերցել Աստծու Խոսքը, այլև ուսումնասիրել ու կիրառել այն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո հաղթանակների գրավականը հավատարմությունն է Տիրոջ կամքին և Նրա Խոսքի սկզբունքներին։ Շատերը փորձում են առանց հավատարմության հաղթել հոգևոր ճակատամարտերում։ Արդյունքը լինում է ջախջախիչ պարտությունն ու փլուզված կյանքը։ Վստահի՛ր Աստծուն։ Նրա հաղթանակները հավատարիմների համար են։ Հավատարիմ մնա Տեր Հիսուսի խոսքերին և կտեսնես, թե ինչպես ես դառնում այս կյանքում վստահ հաղթանակներ տոնող մեկը։ Հովհաննես 8:31-32 խոսքերում կարդում ենք. «Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Իմ բարի և հաղթող Աստված, շնորհակալ եմ Քո ամբողջական և լիակատար հաղթանակի համար, որն իմ ներաշխարհը լցնում է արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ։ Տե՛ր, շնորհակալ եմ ինձ շնորհած Քո թանկ փրկության համար և Քո զավակը կոչվելու ու Քեզ պատկանելու ուրախության համար։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքին հավատարիմ մարդկանց հնարավորություն ես տալիս Քո աշակերտները դառնալու։ Քո սերը սահման չունի, իմ Տե՛ր։ Դու Քո աշակերտներին սովորեցնում ես հաղթելու հմտությունները, և ինձ Քո աշակերտը դարձնելը վերջ դրեց իմ կյանքում մեղքի ու մահվան զորությանը ու բացեց հավիտենական կյանքի դռներն իմ առջև։ Ես երկրպագում եմ Քեզ և փառաբանում, քանի որ Քո շնորհիվ իմ կյանքի թշնամին մշտապես պարտված է։ Գոհանում եմ և աղոթում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։